ինքերին, հնարավորության դեպքում նաև այցելել Տաշի քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Բայց միաժամանակ եթե դատարան նշված հարցի վերաբերյալ որոշակի ռիսկեր գտնի համար, մենք նշված մասով եկեղեցի այցելելու չենք խնդրի։ Պատվարժան դատարան նշված հարցը այս քրեական բարույթի շրջանակներում, ինչը մեծ ցավով եմ ասում, նորություն չէ, որովհետև մենք նախկինում ևս խնդրել էինք հնարավորություն ունենալ, որ Սամվել Կարապետյանը այցելի իր հոր գերեզման, առավել քան մարդկային խնդրանք է, առավել քան ողջամիտ, առավել քան ռիսկերի զսպման տեսանկյունից համաչափ խնդրանք է։ Գիտեք, ես օգտագործում եմ հենց խնդրանք ձևակերպել։ Պատվարժան դատարան, նախորդ դատական նիստին, թեև մենք դեռևս չենք ստացել դատարանի որոշումը եւ չենք տեսել այն պատճառաբանությունները, նույն թե ինչի համար տնային կալանքը որպես խախտման միջոց պետք է պահպանվել, ինչը մեր գնահատման առնվազն ակնհայտ համաչափ է, բայց դա այլ հարց։ Պատվարժան դատարանը դատական նիստի ավարտին ընդգծեց, որ նաև պրոբացիայի ծառայության օրենսդրության տեսանկյունից որոշակի խնդիր է առաջանում, պատճառաբանելով այն տրամաբանությամբ, որ ուղիղ նման լիազորություն նախատեսված չէ, մինչդեռ պրոբացիայի ծառայության ներկայացուցիչները, ծառայողները իրավասու են կատարելու միայն այնպիսի լիազորություններ, որոնցով վերապահված է օրենքով կամ օրենսդրությամբ ընդհանուր առմամբ։ Պատվարժան դատարան դրա հաղթահարման ճանապարհը իրավաքիրական պրակտիկայում առավել քան ակնհայտորեն առկա է։ Նորություն չեմ բացահայտի, որ բազմաթիվ դեպքերով, երբ տնային կալանքի կամ վարչական հսկողության մտերաշարժի սահմանափակման պայմաններում նման ռեժիմ սահմանվում է, փաստաբանի ուղեկցությամբ նման հնարավորությունը հաղթահարել է։ Հեռու չգնանք, մեր գործընկերներից հենց Ռուբեն Հակոբյան, ով ևս մեր գնահատման ապօրինի կերպով տնային կալանքի պայմաններն է գտնվում, նշված հնարավորությունը իրացրել է փաստաբանի ուղեկցությամբ այլ վայր մեկնելու, այնուհետև տնային կալանքի կրման վայր վերադառնալ։ Պատվարժան դատարան մենք ինքներս, այդ թվում ես, այդ թվում պարոն Բերոյան, մեր մյուս գործընկերները, այդ հանձնառությունը պատրաստ ենք ապահովելու, ուղեկցելու Սամվել Կարապետյանին իր հոր գերեզման։ Պատվարժան դատարան առավել քան նույնիսկ կարող եմ սա ոչ թե որպես խնդրանք կամ լրացուցիչ հիմնադրում վկայակոչելու տեսանկյունից նշել, այլ որպես այլևս հանրահայտ փաստ ընդգծել։ Սամվել Կարապետյանին դստում են ոստիկանության ծառայողները 24 ժամյա ռեժիմով։ Ես վստահ եմ, եթե հիմա պայմանականորեն դատարանը թույլ տա, եւ մենք իսկապես օրինակ հենց նիստերի դահլիճից դուրս գանք եւ ուղևորվենք Լեռնհովի գյուղ, պատվարժան դատարան չզանգեմ են ոստիկանությունից ուղեկցություն ունենեն։ Նույնիսկ չզանգեմ։ Ես սա ոչ լավ եմ մասով եմ ասում, ոչ վատ։ Որպես ակնհայտ հանրային փաստ են վկայակոչում։ Բայց մենք դա ենք պատրաստ հաղթահարելու։ Պատրաստ էի նաև հենց անձամբ պատվարժան դատարանը, թե գրավոր, թե բանավոր նաև դիմել ոստիկանան դեպի Հայաստանի Հանրապետության, խնդրելով, որ պարզապես անվտանգության նկատառումներից ելնելով ուղեկցումը ապահովի։ Պատվարժան դատարանը նաև ինչ էին ուզում խնդրել, հաշվի առնել այն հանգամանքը, որ ձեր կողմից համապատասխան որոշումը կայացնելու հաջորդած ժամանակահատվածում Սամվել Կարապետյանը ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, որևէ մի խնդիր դրա շրջանակներում դատարանի կողմից որոշ մասով պահպանված սահմանափակումների տեսանկյունից խախտում չի արձանագրվել եւ այլն։ Կարծում եմ առավել քան մարդկային դիմում միջնորդություն են ներկայացրել պատվարժան դատարան, մենք դիմում միջնորդությամբ նշել ենք ապրիլի 25-ը մինչև, հիմա հաշվի առնելով, որ դատարանը նշված հարցը դրել է այն ձևաչափում, որ նիստով քննարկվի, կարող եմ նաև պատվարժան դատարանը ընդգծել խնդրանքով ժամկետի ավելացում, պայմանականորեն մինչև 2026 թվականի մայիսի 8-ը ներառել։ Պատվարժան դատարանը նաև առաջ անցնելով, քանի որ դատարանը նախորդ դատական նիստի ընթացքում որպես հնարավոր հաջորդող դատական նիստի օր եւ ժամ առաջարկել մայիսի 7-ը, խնդրում ենք, որ նշված է չդիտարկվի, որովհետեւ հենց մայիսի 7-ն է Սարգիս Կարապետյանի անվան առաջին տարելիցը։ Սա է խնդրանքը, պատվարժան դատարան, կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը, այսինքն խոսում եմ թե իմ մասին, թե պարոն Բերոյանի, թե Տիկին Գասպարյանի, թե պարոն Վարդանյանի, ոչ միայն զուտ սահմանափակված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ոչ միայն ունենք մեր դատավարական պարտականություններ, այլ բավարար իրավագիտակցություն ունենք
մեր կողմից նման հանձնարարություն ներկայացնելու շրջանակներում դատարանի որևէ լինի դա կանխատեսական, լինի դա իրական կամ ցանկացած տեսակի ռիսկը չեզոքացնելու համար։ Մենք գիտակցում ենք, որ եթե մի հանձնարարություն ենք ստանձնում, նշվածը հաղթ պատշաճի իրացնելու ենք։ Ավելին պատրաստ ենք նաև այդ ժամանակահատվածում դատարանի իբրև վարույթ իրականացնող մարմնի, իհարկե կազմի միջոցով տեղեկացնել պայմանականորեն որ ժամին ենք շարժվում, որ ժամին արդեն գտնվում ենք Տաշիր քաղաքում, որ ժամին ենք արդեն վերադառնում, այսինքն նշվածի վերաբերյալ շատ պարզ մի կառուցակարգ ենք առաջարկում, որը կարող ենք իրացնել։ Սա առաջին դիմում միջնորդությունն է պատվարժան դատարան, կարող են միաժամանակ նաև հաջորդող դիմումներ ներկայացնել, թե ինչին է վերաբերել, կամ հերթով դրանք ներկայացնել, ինչպես դատարանը կորոշի։ Այլ կերպ ասած, ամփոփելով խնդրանքը այս դիմում միջնորդության, ընձեռել հնարավորություն Սամվել Կարապետյանին իր հաստատման պաշտպանների միջոցով ապահովել տեղափոխումը հոր գերեզմանատունը այցելելու համար, այնուհետև վերադառնալով քաղաք Երևան, Ունեցի փողոց տուն 13 հասցե։